Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի կարմիր գծերի սակագնի բարձրացման մասով դատարանի երկրորդ որոշումը, ասուլիսին հայտարարել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը, հիշեցնելով. կարմիր գծերի վճարի բարձրացումն ուներ թե կենտրոնի բեռնաթափման, թե առհասարակ հասարակական տրանսպորտի ոլորտում մի շարք փոփոխությունների իրականացման նպատակ։ Կոստանյանն անդրադարձել է նաև միասնական տոմսային համակարգին ամբողջական անցումից հետո թերհավաքման խնդրին։ 5 ամիսների ընթացքում փաստացի Երևանի քաղաքապետարանի կողմից, այսինքն Երևանի ավտոբուս ՓԲ, մետրոպոլիտեն, նաև էլեկտրական ավտոբուս ՓԲ-ների կողմից ընդհանուր հաշվով, ուրեմն հավաքագրվել է շուրջ 6 միլիարդ 30 միլիոն դրամ։ Այդ ակցիաների արդյունքում մենք հիմա ունենք մի իրավիճակ, երբ որ այս տարի Երևանի քաղաքապետարանը նախատեսել էր եւ հայտարարել էր, որ ձեռք է բերելու շուրջ 45 տրոլեյբուս, նախորդ տարի 15-ն էինք ձեռք բերել, բանից պարզվում է, որ արդեն այդ 45-ից 30-ը առնվազն հնարավորություն չի լինելու առնել, որովհետեւ թերհավաքագրումները բերել է նրան, որ այդ գումարը որպես այդպեսին չկա եւ հետեւապես այդ 30 նոր տրոլեյբուսները, որը որ պետքա լիներ 45-ի մեջ, արդեն 30-ը դուրս է եկել ցանկից։ Պետական ծրագրերի արդյունավետությունը գնահատելու համար ֆինանսների նախարարությունում նոր վարչություն է ստեղծվել, ուսումնասիրում են իրականացված ծրագրերը, ոչ թե պարզապես ստուգելու, այլ վերլուծելու եւ գնահատելու են։ Այսինքն արդյոք իրականացված ծրագիրը եղել է համապատասխան ընդհանուր կառավարության նպատակներին, ընդհանուր երկրի նպատակներին կամ ռազմավարական ծրագրերին, արդյոք իրականացված ծրագիրը եղել է էֆեկտիվ, այսինքն դրված նպատակներին հասել ենք թե չէ։ Արդյոք ծախսարդյունավետությունը ճիշտ է ապահովել եւ արդյոք ստացված արդյունքները կայուն են թե ոչ, եւ նմանատիպ էլի կրիտերիաներ կան, որոնք օգնում են հասկանալու, թե արդյոք իրականացված ծրագրերը լավն են եղել թե ոչ, հենց դա պարզելու, դա գնահատելուն ուղղված է այս նոր ֆունկցիայի ձևավորումը։ Վերլուծական գնահատման հիման վրա պատկերացում է կազմվելու ծրագիրը իր նպատակին հասնում է թե ոչ, այս վարչության հիմնական նպատակն է ինչպես գործող ծրագրերի բարելավումը, այնպես էլ իրականացման ավելի լավ տարբերակներ առաջարկելը։ Մինչև այսօր պետական համակարգի օղակներում, այդ թվում ֆինանսների նախարարությունում ավելի շատ վերահսկող գործառույթ իրականացնող ստորաբաժանումներ են եղել։ Պետությունը տարեկան միջինում 170-ից 200 ծրագիր է իրականացնում, յուրաքանչյուրն էլ իր մեջ ներառում է մի քանի միջոցառում։ Տարեկան հիմնականում 800-ից ավելի միջոցառում է լինում։ Մեր գործառույթը հիմնականում կենտրոնանալու է հենց միջոցառումների մակարդակում գնահատման վրա, որովհետև միջոցառումներն են պարունակում այդ պետական միջամտությունը, այսինքն այն գործողությունը, որը պետությունը անում է, եւ պետք է հասկանալ, թե այդ գործողությունը, որ արվել է պետության կողմից, արդյոք եղել է արդյունավետ, տեղին, ճիշտ ժամանակին, համապատասխան շահառուների նկատմամբ եւ այլն։ Ընթացիկ տարում պետությունը նախատեսել է իրականացնել 827 միջոցառում ներառող 172 ծրագիր, բյուջեի ծախսերի էական մասը հենց դրանց է ուղղվում։ Որ նորաստեղծ IT ընկերությունները եւ ստարտափերը ֆինանսական խնդիր չունենան իրենց նույնիսկ ամենահամարձակ գաղափարն առաջ տանելու համար, Հայաստանը տեղայնացնում է ֆինանսական նոր գործիք, որն աշխարհին հայտնի է փոխարկելի պարտք կամ պարտավորագիր անունով։ Ռիսկային ներդրումը հետ ստանալիս այն հնարավորություն է տալիս ընտրել, եթե նախագիծը տապալվել է, վերցնել գումարը, հաջողելու դեպքում փողին համարժեք բիզնեսի փայատեր դառնալ, բացատրում է իրավախորհրդատուն։ Իսկ եթե ընկերության գործերը, այսպես ասած, լավ են ընթանում եւ ընկերությունը աճում է առաջընթաց տեմպերով, լավ ցուցանիշներ է ցույց տալիս, ապա իհարկե միայն տոկոսները ստանալը ներդրողին կարող է հետաքրքիր չլինել, քանի որ ստանալով բաժնետոմսերը, այդ բաժնետոմսերը կարող են ունենալ շատ ավելի մեծ արժեք, թե իրենց շուկայական արժեքի տեսանկյունից եւ թե դրանցից ստացվող շահաբաժինների տեսանկյունից։ Ֆինանսական նոր գործիքից ստարտափերի օգուտն էլ կլինի ներգրավվող միջոցների տոկոսադրույքի իջեցումը, պնդում են երկրի ներդրումային խորհրդում։ Երկար քննարկումներից հետո որոշվել է լրացնել օրենքն այնպես, որ ծրագրավորողն ու ներդրողը կարողանան հաշվել ու պայմանագրում ֆիքսել տվյալ գումարը, հետո ինչ արդյունքի համարժեք կլինի։ Հետագայում պրոդուկտը երբ որ կայանում է, գնահատվում է արդեն իրական արժեքը հնարավոր է լինում հասկանալ, այդ փուլում է, որ կարող են խոսել եւ հասկանալ, թե իրականում այդ ներդրումը ինչ չափի բաժնեմասի է համապատասխանում։ Հենց տեղ է կայանում
այդ հիմնական մեխը։ Ստարտափեր ֆինանսավորող գիտության եւ տեխնոլոգիաների հրեշտակների ցանցից արձանագրում են փոխարկելի պարտքը յուրօրինակ երաշխիք է ներդրողի համար եւ վաղուց կիրառվում է թե սիլիկոնային հովտում, թե զարգացած IT ունեցող պետություններում։ Դա առաջին հերթին ներդրողներին վստահություն է տալու, որ իրենք ներդրում կատարելով չեն ունենա խնդիր այն պարագայում, երբ որ արդեն ստարտափը զարգացման փուլում է գտնվելու։ Նաև կարծում եմ շատ կարևոր է նշել, որ երկրի դիրքավորման տեսանկյունից շատ կարևոր է այդ փաստը, որ երկրում արդեն գործում է նման մոդելին համապատասխանող օրենսդրությունը։ Ըստ Օսիպյանի արտասահմանյան վենչուրային ֆոնդերն ու ներդրող այլ կառույցները մեր երկրին սկսեցին այլ աչքով նայել նաև, երբ սկսեցինք ոլորտում սև պայմանագիր կիրառել։ Նմանատիպ օրենսդրական այս լուծումը թույլ կտա մեր ունեցած խոստումնալից IT գաղափարների վրա արտասահմանյան ներդրումներ բերել։ Ներդրումային խորհրդում հաշվել են, եթե երկրում օրենքը 3 տարի առաջ ընդունվեր, 1200 ստարտափ կկարողանար մինչ սաղմնային փուլում $50,000 ներդրում ստանալ։ Կապանում մեկնարկել է Gastro Camp Armenia նախագիծը, որը նպատակ ունի զարգացնել հոռեկա ոլորտը զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող այս քաղաքում ազգային խոհանոցը ներկայացնել նորովի, չվախենալ փորձարկումներից։ Նախագծի համահիմնադիր բրենդ շեֆ Արայիկ Ամզայանը երրորդյա անվճար դասընթացների մասնակիցներին սովորեցնում է լինել լավագույնը։ Մեր ոլորտի հիմնական նպատակը աշխատել էմոցիաների հետ, կլինի դա զբոսաշրջիկ արտերկրից, կլինի դա Երևանից, էմոցիաները առաջացնելն է եւ այդ ամեն ինչը անել հետաքրքիր կերպով, անել յուրահատուկ եւ տալ մարդկանց այն ինչը որ իրենք չեն հանդիպում իրենց քաղաքներում, իրենց առօրյայում եւ կարծում եմ որ գաղափարներ շատ կան եւ ռեստորաններ ունեն շատ լավ թիմեր, շատ լավ խոհարարներ, որոնք տարիներ շարունակ աշխատել են իրենց ազգային խոհանոցի հետ, տեղի խոհանոցի հետ եւ ոչինչ չփոխելով ուղղակի մի քանի դետալներով, մի քանի նրբություններով գործընթացներով կարելի է ուտեստները, մենյուները դարձնել ավելի հետաքրքիր եւ գրավիչ։ Գինեգործություն, PR եւ մարքեթինգ, խոհարարություն, ոչ միայն տեսնել, այլև փորձելու համտեսել։ Բանախոսները մասնագիտական գաղտնիքները բացահայտում են հենց տեղում։ Սյունիքի մարզկենտրոնում Gastro Camp Armenia նախագիծը մեկ հարկի տակ է համախմբել գործարարներին, տարբեր ոլորտների աշխատակիցներին վերապատրաստվելու եւ նոր կապեր հաստատելու։ Դասընթացներին մասնակցում են ոլորտների սկսնակ ու փորձառու ներկայացուցիչներ թե մայրաքաղաքից, թե Սյունիքից, թե հանրապետության այլ մարզերից։ Լոնդոնի բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսի մատակարարումների ֆյուչերսների գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ աճել է 0.7%-ով, կազմելով բարելի դիմաց $65.8։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի հուլիսի մատակարարումների ֆյուչերսային գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ բարձրացել է 0.7%-ով, կազմելով բարելի դիմաց $60.97։ Ոսկու միջազգային գինն աճել է 0.3%-ով եւ մեկ ունցիայի դիմաց կազմել $3407։ Բիթքոյնի արժեքը վերջին մեկ օրվա դրությամբ իջել է 0.6%-ով եւ կազմել մեկ հատի համար $105,250։ Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացրել է, որ հունիսի 3-ի տվյալով ամերիկյան դոլարը արժեցել է 383 դրամ 86 լումա։ Եվրոպական արժույթի գինը կազմել է 437 դրամ 49 լումա։ Ռուսական ռուբլու արժեքը սահմանվել է 4 դրամ 87 լումա։